Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Երիցյան քո, եկեսեր արկայություն քո, Երիցին գան քո, որպես հերգինս և եկրի, ըսհաց մեր հանապասոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարնես մեր, որպես և մեր թողունք մերոց բառնավանած, և մի դահինս մեզ փորձություն, այլ ուգյաս մեզ իչարեն, զիքոր է արկայություն և զորություն և բար, հավիդյանս հավիդենից ամեն։ Իմաստություն հոր, Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորել և խոսել և գործել, առաջին հո ամենայն շան, իչար խորրտոց, իպանից և իգործոց, բրգյազիս և հորյան պարացոց և ինձ պասմամերիս, ամեն, գհավադան ամենասուր երորդության, հորը որդին և սուր հոգին, գհավադան կապրելի ծերան ավելունին, Քրիստոսի ծնուտին, մգրնության, չարչարանքներուն, խաչերության, երեկորյան արունին, հարորդյան, աստվածապես համբարնալու և հոր աչարով մնստելու, և ահեր ու պարանոր, երկրորդ կարուստին, գնդունին և գահավարան, ամեն։ Տրամեցին։ Ամեն բանի առաջ, Քրիստոս արյամի մերելոց, իսկապես Քրիստոսի հարության զորությունը մեր հոգիներում, մեր ոսկորներում, մեր էության մեջ է, մեր հոգիի մեջն է և ամեն անգամ Քրիստոսի հարությունը սիրելներ մեզ գզորացնե, ամբողջ ավակ շաբթվա նեղություններեն ետքը, այդ տարաբակներեն ետքը հարությունն է, որ մեզի նոր հույս ուտա, նոր վստահություն ուտա։ Եվ մեր հույսը ոչ թե մարդոց վրա է, այլ մեր հույսը կենդանի Աստծո վրա է։ Անորոման այս կյանքի մեջը որքանալ հուսահատեցնող, որքանալ դրդմեցնող դեպքեր պատահին, որքանալ մարդիկ սիրելներ փորձեն իրենց չարությունը տարածել աշխարհի մեջ, սակայն ինչպես այսօր պիտի սերդենք սերդողության ժամանակ, բարդված են իրականության մեջ իրենց հաղթանակը ոչ միայն ժամանակավոր է, այլ անոնց հաղթանակը երևույթ է, արտաքին է միայն և շուտով հայտնի գլա, որ վերջավորության իրականության մեջ անոնք բարդված են։ Այսօր, քանի որ պիտի սերդենք Աստուծո հավատարիմներու երկած երկի մասին, որոնք իրենց վկայությամբ Քրիստոսի մասին վկայեցին և սատանայի վրա հաղթանակ տարին, իմանանք սիրելիներ, որ այս երկրի վրա Դերը երբեք մեզի չխոստացավ կյանքը առանց նեղություններով։ Դերը երբեք սուտ չխոսեցավ մեզի, որովհետև ինքը Աստծո որդի Աստված է։ Կան բաներ, որ Աստված չի կրնար կատարել։ Այո, կան բաներ, որ Աստված չի կրնար կատարել։ Աստված չի կրնար սուտ խոսել։ Աստված չի կրնար անարդար լալ։ Աստված չի կրնար խավար լալ։ Հետևաբար, Դերը ինչ որ ըսավ մեզի երկրի վրա, ճշմարտությունը ըսավ, անորոմար ինք արդար կերպով հայտարարեց, ես եմ ճշմարտությունը, ինք է ճշմարտությունը, ուրիշ ճշմարտություն չկա, և Հիսուս նույնիսկ Պիղատոսին դիմաց երբ կանգնած էր, ըսավ, ես աշխարհ եկա, որպես ինչ ունեմ, ճշմարտության մասին վկայեմ։ Հետևաբար, Հիսուս ինչ որ մեզի ըսավ, հստակ կերպով ըսավ, որ այս կյանքի մեջ նեղություններ պիտի ունենանք, այս կյանքի մեջ դժվարություններ պիտի ունենանք, ով որ գուզե ինձ հետևիլ, իր խաչը թող առնե ինձի կա։ Հիսուս ըսավ, որ ինչպես նախկին մարգարեներուն, արդարներուն ծաղրեցին, հալածեցին, չարչարեցին, նույնը ցեզի պիտի ելեն, հայց ով որ մինչև վերջ համբեր է, անիկա պիտի ապրի, անիկա պիտի փրկվի։
Եվ պիտի տեսնենք սիրելիներ այս 31-րդ Սամոսը, որ միասին պիտի ընթերցենք առաջին 24 համարները։ Պիտի տեսնենք, որ հատկապես 5-րդ համարի մեջ Հիսուսի սուրբ խոսքեր կամ Հիսուս այս մարգարեությունը իրականացուց, երբ խաչին վրա Հիսուս իր վերջին խոսքը արտասանեց։ Ինչ էր Հիսուսի վերջին խոսքը։ Հայր, քու ցերկերուտ մեջ գաբանթեմ իմ հոգիս եւ սիրելի քույրեր եղբայրներ։ Ասիկա ամեն օրվա մեր խոսքը թողնա Աստծո։ Եվ որովհետեւ երբ որ մեր աչքերը այս աշխարհի մեջ փակենք, ասենք հայր ցերկերուտ մեջ գաբանթեմ հոգիս։ Նույնը հրավ նաեւ Սուրբ Ստեփանոս գիշեր, երբ որ զինքը կարգոծեին, տեսավ երկինքը բացված, տեսավ որդին իր հոր աջ կողմը կանգնած եւ վերջավորության ասավ ով Հիսուս ցերկերուտ մեջ գաբանթեմ հոգիս։ Եվ պիտի տեսնենք սիրելիներ այս Սամոսի մեջ թե ինչպես թշնամին ամեն անգամ գործե նեղել Աստուծո զավակները եւ թարան լարել հակստոցի մեջ բավդիր որպեսի ոյե մեկ ծևով փզկդե Աստուծո անդրիանները սակայն պիտի տեսնենք 20-րդ համարի մեջ որ գսե դերը ինք իրեն նվիրված մարդիկը գբահե անոնք որոնք հավատարիմ են իրեն եւ արժանին գահացանե ամփարտավաններուն եւ ադոր համար 24-րդ համարի մեջ ոչ կուղե եւ գսե on քաչ եղեք եւ զորացեք դուք բոլորդ որ ձեր հույսը դիրոջ վրա դրացեք սիրելի քույրեր եղբայրներ անոնք որոնք իրենց հույսը այս աշխարհի վրա գտնեն այս աշխարհին հետալ պիտի ավարտի այդ հույսը անոնք որոնք իրենց հույսը իրենց ունեցվածքին վրա, իրենց ուսման վրա, իրենց թիրքին վրա, իրենց սպաղեցուցած բաշտոնի վրա գտնեն հուսախապ պիտի ըլլան, որովհետև միակը, որ մարդ իր հույսը եւ որ տնե անոր վրա չի ուսադիր անալ մեր Տերը։ Եկեք միասին դարձանք Դավիթ մարգարեի այս գրած սքանչելի Սաղմոսը, 31-րդ Սաղմոս։ Ով դեր Քեզի ապավինեցա, թողամոտով չմնամ հրավ, արդար ես թու, ազատես ես, ագանչը դինձի խոնարեցու, և պութա ազատես ես, ինձի բաշտման աբաստանարան եղիր, իմ բրմությանս աբաստանը, իմ ապավենս և իմ ամրոցս տունես, տուն ինքդ զիս առաջնորդ է և բաշտման է, որբեսի քու անունը հարավորվի, Զիս դուրս բեր որոքայթեն, քաղտուկ ինձի դեմ լարված, որովհետև դու ես իմ ապաստանս, քու ցերկերուտ ես կանցնեմ իմ հոգիս, ով դեր, Աստված ճշմարտության, թուն որ բրգեցիր զիս, թուն գադես անոնք, որոնք սնոդի բուրքեր կպաշտեն, մինչ ես ինձինքս քեզի դիրոջ վստահացեմ, քու սիրովդ պիտի ծնծամ և ուրախանամ, որովհետև դժվարությունս տեսա, ջանցար տարաբանքներս և զիս թշնամիին ձեռքը չմատնեցիր, այլ վտանգել զիս դուրս բերիր և զիս ոտքի կանգնեցուցիր։ Ով դեր, ողորմե ինձի, որովհետև նեղության մեջ եմ, դրդմութենես նկարացան աչքերս, հոգիս և մարմինս, տարաբանքեն կյանքս մաշեցավ, տարիներս հարաճանքով անցավ, գրած անիրավություններես, ալվրաս ուժ չմնաց, ոսկորներս իսկ պդեցան, թշնամիներս ավելի, կրացիներս կնախադեն զիս, ձանողներս կվախնան ինձ մե, և պուրսը զիս տեսնողները խույս կուդան ինձ մե, բոլորը զիս մորցերը, գարձես մերածը լայի, գարձես պշրված ամանն լայի, շադերու պամպասանքը գնսեն, վախը չորս կողմս պատեր է, մարդիկ ինձի թեմ կմիապանի և գխորին, թե ինչպես հոգիս առնեն, բայց ես քեզի վստահացեմ, դեր, գսեմ, քուր ես Աստվածս, ամեն վարգյան դու ցերկդ է իմ կյանքս, բրգես իս թշնամիներես ու զիս հալածողներեն, հարեհաճ եղիր ինձի ծարայի հանդեպ,
Եվ սիրովը զիս բրգե, դեր ես կեզի գտիմեմ, թող ամոթով չմնամ, ամպարիշները թող որ իրենք ամճնան, և լրության մատնված իջնեն կերեզման, թող բաբանցին բոլոր սդախոսները, որոնք անամոտ կերվով արտարին թեմ գխոսին, արհամարանքով և հպարտությամբ, սակայն թում դեր, ինչ մեծ բարիք կվերաբայես ու երկյուղըտ ունեցողներում և զայն գծուցապերես կեզի ապավինողներում բոլոր մարդոց աչքին արջեն։ Զանուն կբահես ներգայությանը թովանիին դակ, հերու մարդոց թավերեն ու հարգիտ դակ կբադեսվարես մարդոց չար լեզուրերեն։ Օրդնյանը լադերը, որ իր սկանչելի սերը ցույց տվավ ինձի և նեղություններով պաշարված էի, և շպոտի մատնված օրեցա, հեմերժվեցա ես աստուծո ներգայութենեն, սակայն թում դեր, իմ աղոտքիս ցայնը լսեցիր, երբ քեզ օգնության կանչեցի։ Դերը սիրեցեք, դուք բոլորդ, որ անոր նվիրված եք, որովհետև դերը գբահ է անոնք, որոնք իրեն հավատարիմ են և արժանին կհանդիսանե ամբարտավաններում։ Ոն, քաչ եղեք ու զորացեք, դուք բոլորդ, որ ձեր հույսը դիրոջ վրա դրացեք։ Ամեն։ Քաչ եղեք սիրելներ, դուք բոլորդ, որ ձեր հույսը դիրոջ վրա դրացեք։ Դերը իր արյունով բահեմես, դերը իր արյունով մեզ մաքրեց մեր մեղքերեն, դերը խաչին վրա թափած իր սուրբ արյամբ սիրելիներ, մեր դիմաց բացավ հանդինական կյանքի թուրը, և ամեն օր երբ կարտնակ, ամեն օր երբ դուր դուրս կելեք, ըսեք դեր, բահե մեր ազգը, մեր այրենիքը, մեր պետականությունը, մեր եկեղեցին, մեր դուները, մեր ընտանիքները, զավակներս, թորներս, զիս, ամբողջ քրիստոնյա աշխարհը, քո արյանը տար, որպեսզի սատանան չկարողանա մոտենալ։ Եկեք միասին երգենք դեր բահեզիս այս սքանչելի հոգևոր երգը։
պահե մեզ քու արյունի տակ։ Քանի որ զադիգ է, սուրբարություն է, եկեք միասին երկենք սիրելներ այս սկանչելի շարագանը Սուրբ Ներսես Լամպրոնացին գրած է 13-րդ դարում այսօր հարիապ իմերելոց Փեսային ամմա Քրիստոս Փեսան է եկեղեցին հարսն է Քրիստոսի հետևաբար անմահ է մեր Փեսան եւ երկնավոր է քեզ ավետի խնդության ուրախության ավետի սկեզի որու գսե հարսն ի հերգրե եկեղեցի երկինքեն իջած հարս այսին ով եկեղեցի օրտնյա իցայն ծնծության ուրախության ցայնով օրտնե զաստված քո Սիոնի մեջ զաստված օրտնե հաջորդամ մեջ գսե այսօր անկիդության խավարը հալածվեցավ երյակ լույսով երեք լույսով եւ քեզ ցակյաց լույս գիտության եւ քո վրա ցակեցավ գիտության լույսը Քրիստոս հարություն առնելով մերեններեն Քրիստոս հարություն առնելով մերեններեն քո վրա ցակեցավ գիտության լույսը օրտնե ծնծության ցայնով զաստվածը Սիոնի մեջ եկեք միասին երգենք այսօր հարյա Yeah.
երկենք Քովյա Երուսաղեմս դեր, այսինքն ով Երուսաղեմ, ով է դերը, որտեղ հարյավ Քրիստոս մերելներ են, ալելույա, եկեք ով ժողովուրդներ, երկեցեք Տիրոջ, ալելույա, հարկորս են հետո գսենք մերելներ են հարություն առնողը, որ աշխարհը լուսավորեց, ալելույա, երկենք ծնծությամբ և ուրախությամբ։ Եկեք նախասենք, փառք ես Աստված, փառք ես Աստված, ամեն ինչի համար փառք ես Աստված։ Քրիստոս հարյավ մերելոց, Քրիստոս հարյավ մերելոց, միասին ասեք, Քրիստոս հարյավ մերելոց, նոր են միասին մի չլավիշտ, ամեն կեպս, պարկ աստծո, ամեն ինչին համար պարկ աստծո, սիրելի կուրեն եղբայրներ, ահավասիկ, զադիգեն ետ, սուրբ հարության դոնեն ետ, այսպես մեր վրա նոր ուժ, նոր երանք, նոր խանդ իջած է, աբրեցանք այն բոլոր տակնապները Քրիստոսի հետ, ուսով որ աբրեցանք սիրելներ, քալեցինք այդ կողքոտայի ջամպեն մեր հոգիով, Հայց այդ կողքոտայի ջամփան սիրելներ շատ ահավոր ջամփա էր անցյալ, որովհետև այդ կողքոտայի ջամփի վրա Քրիստոս մեր բոլորին մեղքերը իր վրա առավ։ Քրիստոս անարգվեցավ, ապտակվեցավ, թքվեցավ, ամեն տեսակ անարգանք գրեց մեզի համար, որովհետև մենք կարողանանք մեղքերեն դուրս գալ։ Եվ դժբախտաբար սակայն ամեն անգամ երբ մեղք կգործենք, նույնիսկ եկեղեցիներու մեջ, նույնիսկ երբ սուրբ հաղորդության կմոտենանք, չեմ գիտեր եթե գանտրատարնանք կամ ոչ, Քրիստոսը անգամ ևս խաչահանած կլանք, որովհետև մեղքը սիրելիներ ահավոր բան է, մեղքին վարձքը որ մահ է, մեղքը մեզ թշնամացուցած էր Աստուծմե, Քրիստոս եկավ եւ այդ բոլորը իր վրա առավ, դակնաբեցավ, նեղություն գրեց, արյուն թափեց քրդինքին փոխարեն եւ ներեց մեր մեղքերը, սակայն դժբախտաբար
ամեն անգամ գիտակից կամ անգիտակից մեղքերով մենք գրգին ու գրգին խաչ կանենք Տերը։ Երանի թե գիտակից ցևով ապրենք մեր կյանքը։ Երանի թե ոչ թե խոսքով քրիստոնյանային, այլ գործով, հավատքով, էությամբ։ Տեսեք, երկրորդ Գորընթացիներու նամակի 10-րդ գլխու 5-րդ համարի մեջ Պողոս Արաքյանը գոչ կուղե հավատացյալներու իրենք զիրենք քննելու եւ գսե քննեցեք դուք ցեզ դեսնելու համար թե նույն հավատքի մեջ գմնաք փորձեցեք դուք ցեզ Քրիստոս Հիսուսի ներկայությունը գսկակ ձեր ներսիտին թե բարձաբես իր անունը գգրեք այս խոսքերը գրված են Սուրբ Գիրքի մեջ երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ 5-րդ համար քննենք մենք մեզ արդյոք նույն հավատքի մեջ կմնանք թե ոչ մերզի համար իմը հավատքը դարձած է սովորություն քննենք մենք մեզ տեսնենք որ Հիսուս Քրիստոսը մեր մեջ կապրի թե ոչ բարձրապես իր անունը կգրենք ինչպես Քրիստոս մեր մեջ կրնապրի երբ որ մենք մարդոց հետ գխոսենք մարդիկ անիկա մեր մեջ կտեսնեն թե ոչ գրվազան ենք թե ոչ հայոյող ենք փամփասող ենք զրբարտող ենք դուն կանտող ենք չարախոս ենք շնացող ենք դες սիրելիներ քննենք մենք ամենից շատը այս կյանքի մեջ Աստծուց մեր հացի անշուշտ մեր անձը ջանցողը մենք ենք ես կջանցնամ իմ անձս դու կջանցնաս քո անձը դու քո անձը գրնանք բոլոր մարդոց խապել գրնանք մենք մեզ ուրիշ սևով ներկայացնել մարդոց դարբեր թիմակներ հակնիլ և մարդոց դիմաց կանգնիլ բայց չենք կրնար մենք մեզ խապել չենք կրնար զասված խապել և այսօր բիդեսեմ սիրելներ որ մեղավոր մարդը բարդված մարդն է իսկ մեղքերը խոստովանող մարդը հաղթական մարդն է մենք հասած ենք նախքան հասնիլը նախ հարության, զորության սիրելներ ողջունեմ ցես բոլոր անունք որոնք մշտապես ներկա են բոլոր անունք որոնք վերադարձած են կամ առաջին անգամն է որ այս եկեղեցին եկած են արի եկած են եւ բոլոր անունք որոնք համացանցի ճամփով գետերին կամ ուղի գետերով փյուր ողջուն կսերտենք հայտնությունով անունք գիրքը այսօր պիտի սերտենք մեկ համար 12-րդ գլխու 11-րդ համար բզդիկ վերակամը ընեն որբեսի հիշենք ուր հասեր ենք դեսանք սիրելներ 12-րդ գլխու մեջ հայտնությունով անու թե ինչպես Հովանես Արաքյալ դեսիլ դեսավ երկնքի մեջ գինը որ հղի էր արև հակած էր գլխում վրա 12 աստղեր լուսինը ոտքին տակ ձնանելու մոտ էր ապա դեսավ ուրիշ վիշապը մեծ վիշապը գարունակույն ռեղեն և դեսավ որ այդ վիշապը 10 գլուխներ ուներ 7 գոդոշներ 10 թակեր և կանգնած էր այս հղի գնոջ տված որբեսի աննոր ծնած զավակը հապշտագեր և սպաններ սակայն գինը երբ երեխան ծնավ երեխան դարվեցավ երդինք գիննալ անաբատ դարվեցավ և այնտեղ Աստուծո պահպանության տակ մնաց ապա տեսավ Հովհաննես ավետարանիչ թե ինչպես երկնքի մեջ մեծ պատերազմ եղավ
Պատերազմը, որ մարդոց աչքին երևելի չէ, այդ սուրբերու աչքին երևելի է։ Եվ այդ պատերազմը ոչ թե մարդկային պատերազմ էր, ոչ թե երկրավոր իշխանություններու եւ պետությանց պատերազմ էր, այլ երկնային պետությանց եւ իշխանությանց պատերազմ էր։ Մեկ կողմեն տեսավ Աստուծո հրամանատար ռեշտակներեն Միքայել ռեշտակաբեդը եւ իր զորքը, մյուս կողմը տեսավ նախկին ռեշտակաբեդներեն Արուսյակը, որ սատանան էր եւ զին կոչեց հանսարվու մեծ վիշապ առաջին օծ, անալ իր զորքին հետ իրավության պատերազմեցան եւ բնականաբար սատանան որ կգարձեր, որ ինք հաղթանակ պիտի տաներ, բնականաբար բարդվեցավ, որովհետեւ ով կրնա Աստուծո դեմ պայքարի եւ ահա Աստուծո զորության Միքայել ռեշտակաբեդը բարդության մատնեց սատանան եւ սատանան երկինքեն ինգավ եւ սկսանք սերդել 10-րդ համարը այնտեղ երկինքի մեջ Հովհաննես Առաքյալ լսեց մեծ ձայնը եւ այդ մեծ ձայնը ուրախության ձայն էր, ավետիս էր եւ այդ ավետիս ձայնը երկնքի մեջ ըսավ հիմա հասավ մեր Աստուծոյի փրկությունը հասավ Աստուծո փրկությունը եւ այս երկը սիրելներ բիդերկվի Քրիստոսի երկրորդ կալուստին եւ դերը պիտի կա վերջնականապես փրկելու մարդկությունը փրկելու իրեն հավատացողները եւ խիստ պատժելու անօրենները հասավ փրկության ժամանակը երկնքի մեջ հասած է սիրելներ եւ երկրի վրա շուտ պիտի հասնի եւ շարունակությունը հասավ մեր Աստուծոյի փրկությունը զորությունը եւ արքայությունը հասավ իր օձյալին իշխանությունը որովհետեւ ինգավ մեր եղբայրներուն չարախոսը ան որ գիշեր ցերեկ Աստուծո դիմաց չարախոսություն գներ անոնց թե եւ բացատրեցի վերջին անգամ թե ինչպես սիրելներ սատանան հրեշտակներուն հետ գներգայնար Աստուծո թադարանին դիմաց եւ իբրև թադախած միշտ ինչ կներ միշտ Աստուծո գսեր հիշեցեք հոբի բաղությունը ով ասա որ հոբը արդար է հոբը քեզ գբաշտե որովհետեւ իրեն օրդություններ տված է օրդությունները ար իր մե այլևս քեզ պիտի մորնա եւ Աստված արդոնեց սատանային որ հոբեն արդի օրդությունները բայց սավանոր կյանքին չգրնաս չդպնաս սակայն սատանան կարծեց որ հոբը Աստուծո թեմ պիտի մարդնչե պիտի փերանը հայույանքով լեցներ հոբը ընդհանրակը մինչև վերջ Աստուծո սավ դեր նույնիսկ եթե զիսը սպաննես ես դարձյալ քեզ պիտի հուսամ եւ անոր համարալ Աստված գրգնակի ավելի օրտնեց հոբը վերջավորության Զաքարիա մարգարեի մեջ կգարտանք երրորդ գլուխ թե նույնը հրավ սատանան երբ այս անգամ քահանայապետ Հութան ուզեց Աստուծո դիմաց մեղադրել եւ ռեշտակը Հութա քահանայապետին ասավ վրա այդ հանեք երկրորդ լաթը եւ նոր լաթը ակիր ամբեղության սրբության եւ ահա սատանան բարդվեցավ եւ Քրիստոս սիրելիներ երբ խաչին վրա իր արյունը թափեց բարդության մատնեց սատանան եւ իր հարությամբ ջզմեց անոր գլուխը եւ հիմա որ մեր փրկիչը Հիսուս Քրիստոս երկինք ելավ եւ որ աջ կողմը նստած է հայրը սիրելիներ իր որդին արյունի մեջ է որ գնայի իրեն հավատացող զավակներուն Պողոս Առաքյալ գսե այլևս ով կրնա մեզ մեղադրել Հիսուսը որ մեզի համար խաչվեցավ եւ իր արյունը թափեց եւ որ հորը աջ կողմը նստած է եւ մեզի համար կբարեխոսե Սատանան այլևս երկինքեն վարձակված է չի կրնար այլևս մեղադրել մեզ որևէ մեկուն Աստուծո դիմաց քանի Քրիստոս մեր բոլորի մեղքերը արավ
Սակայն սիրելիներ, Սատանան պատրաստ է մեղադրելու մեզ այստեղ, երբ որ մենք շարունակենք մեղքեր գործել։ Մեր աչքերը երբ որ խաչյալինը լա, երբ որ մեր քայլերը թեպի խաչյալը լա սիրելիներ, մենք այլևս սրբության ջամփու մեջ ենք գալենք։ Անորամար Պետրոս Արաքյալ գսե Քրիստոսի հետքերուն վրա ենք ալեցեք։ Եթե Քրիստոսի հետքերուն վրա ենք ալենք, մեղքերեն հեռու կապրենք։ Աշխարհը օրեօր գճարանա սիրելի քույրեր եղբայրներ։ Սատանան իր վերջին զորությունը գարցակե, որտեղ գիտե, շատ լավ գիտե, որ ինք բարդված է։ Ասկարած սեզիսած եմ, Քրիստոս իր առաջին կալուստով իր խաչելությամբ եւ հարությամբ անոր թակավորությունը խորդագեց, բայց իր երկրորդ կալուստին Հիսուս Սատանան ձծուպե գրագելիջի մեջ լինեդե, ինչպես երբ հասնին 20-րդ գլխու սերդողության 10-րդ համարի մեջ պիտի տեսնենք, եւ Սատանան գիտե ադիգա, գիտե ժողովուրդ, գիտե իր վախճանը ինչ պիտի լա, շատ լավ գիտե, բայց ինքզիկը հիմա այստեղ զորավոր ցույց կուտա եւ ամեն ինչ կնե որպեսի այդ գրագելիջի մեջ առանցին չմնա կամ միայն իր ռեշտատները չլան, այլ որքան գրնա Աստուծո ընտրյալներն ալ իր հետ տանի։ Հիսուս մեզ նախասկուշացուց Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու մեջ որ Աստուծո ընտրյալներն ալ պիտի փորձեն մոլորյալներ, մոլորեցնել Սուդ ուսուցիչներ, մոլորեցնել Աստուծո ընտրյալներեն, ըսկուշը լան, որ չլա, որ մենք լանք այդ մոլորյալը, չլա, որ մենք հայտարդին, չլա, որ մենք գործվին, չլա, որ ծեր ընտանիքի անդամներեն մեկը գործվի։ Եղբայրներ և քույրեր, մեծ աշխատանք ունի, ամեն մեկը ծեր դան մեջ, մի ասեք, որ ես այլևս ձերացած եմ, ինչ կրնա մնել, ձերացեր ես, դու մեծ բան կրնասնել, զավակները թորներուդ զավակներուդ խոսիս, երդասարդ ես, երդասարդության մեջ տարած է, երդասարդ ընկերներուդ մեջ, բադանի ես, թբրոցիդ մեջ տարած է, Աստուծո խոսքը վգայե անոր մասին, ինչ որ հիմա այսօրվան սերդողության տացքի բինի խոսին։ Եկեք անցնենք այսօրվան սերդողության։ Երկրորդ գլխու 11-րդ համարը։ Գարտանք միասին։ Մեր եղբայրները անոր վրա հաղթանակ դարին, քարնուգին արյունով եւ իրենց դված վկայությամբ, որովհետեւ անդեսեցին իրենց կյանքը եւ հանցնարին մահը։ Հետաքրքրական է, որ քրապարի մեջ անդեսեցին իրենց կյանքը բարելու փոխարեն գա, որովհետեւ վիշապին հետ չհամացայնեցան։ Եթե համացայնեին, իրենց կյանքը պիտի չանդեսեին։ Եվ քանի որ վիշապին հետ չհամացայնեցան, հետևաբար իրենց կյանքը անդեսեցին եւ հանցնարին մահը։ Սիրելիներ, նայեցեք առաջին դողը, մեր եղբայրները անոր վրա հաղթանակ դարին։ Գուզեմ հետևյալ նախատասությունը ծեր ագանչին օղ ըլա։ Սատանան միշտ ալ բարդված է։ Սատանան միշտ ալ բարդված է։ Եվ ասիկա կտեսնեն սիրելիներ Քրիստոսի հավատացողները։ Սատանայի գործակիցները կգործեն, որ Սատանան միշտ հաղթող է։ Ընդհակառակը Սատանան հավատացյալի վրա, Քրիստոսի հավատացողի վրա, Քրիստոսի հետևողի վրա երբեք հաղթանակ չի գրծած դանի եւ պիտի չկարողանա դանի։ Սատանան հաղթանակող է, հաղթանակած է իրեն մարդոց վրա, բայց ոչ Քրիստոսի հավատացողի վրա։ Տեսեք, Սատանայի բարդությունների մասին եկեք խոսենք։ Քրիստոսի գգրդեմ ասիգա արդեն քանի-րդ անգամ Քրիստոսի մահվամբ, Քողկոտայի խաչին վրա Քրիստոսի մահվամբ արյուն թափելով եւ հարությամբ Սատանան բարդվեցավ։ Ճիշտ է։ Միքայելը հրեշտակապետին հետ երբ որ պատերազմեցավ Սատանան, հաղթեց թե ոչ բարդվեցավ։
Բարդվեցավ, սատանան բարդված է։ Ահա այստեղ սիրելներ, տեսանք նախքին 10-րդ համարը, բացատրեցի արդեն ցեզի, այստեղ ալ գսվի։ Մեր եղբայրները անոր վրա հաղթանակ տալին։ Սատանան քրիստոնյաներուն գողմե բարդված է։ Բարդված է։ Ադորամար ոչ մեկ բան ցես թող չվախցնե։ Ոչ մեկ բան չվախցնե։ Բայց եկեք ինձ հարց տվեք, որ հայր բարդեր ինչ բանով սատանան բարդված է մեզ մեր։ Բացատրեմ ցեզի։ Դեր Հիսուս Գողգոթայի լերան վրա, խաչի վրա կանգնելով, երբ իր սուրբ արյունը թափեց, մարդկությունը ազատեց ինչեն մեղքի քերութենեն, սատանայի սիրելիներ, թակավորութենեն, եւ Հիսուս մարդկությունը փրկեց ինչով, մաքրեց ինչով, իր թափած արյունով ապրիկ։ Պետրոս Արաքյալ իր առաջին նամակի առաջին գլխի 18 եւ 19 համարներու մեջ կսե, որ դուք գորստական արձատով կամ ոսկիով չէ որ փրկվեցաք, այլ ամփից եւ անարատ քարնուգին Քրիստոսի թանկագին արյունովը, ոչ թե բարձ արյունով, թանկագին արյունով, Քրիստոսի արյունը անկին է, թանկագին է, չկա համեմատություն իր արյան հետ։ Սիրելի քույրեր եղբայրներ, տեսեք, Ծննդոց գրքի 22-րդ գլխի մեջ, երբ կգարտանք, թե ինչպես Աստված փորձելու համար Աբրահամի հավատքը անորսավ կնա Մորիա, լեր Փարսացի եւ ու մեկադիկ զավակը ինձ համար ինչ է զոհե։ Եվ Աբրահամ ճամփա ելավ երկու ծառաներով Իսահակի իր հետ արած, երբ հասավ ստորոդներան, ըսավ իր ծառաներուն դուք այստեղ գեցեք, ես եւ զավակս ելենք դերը բաշտեն ու վերադառնանք։ Զավգի ուսին տրավ փայդերը Զոհի փայդերը, գրակը դվաբանոր, ինքը իր մեջքին մեջ բահեց թաշույնը և ճամփա ելավ լեր Փարսանով։ Ճանապարհին իր զավակը Իսահակ իր հոր հարցուց, հայր, Աբրահամ ասավ, այո զավակս, ասավ ահավասիկ զոհի գրակը, ահավասիկ փայդերը, հաբա ուր է քարնուգը, Զոհի քարնուգը ուր է։ Եվ Աբրահամ ասավ, զավակս, Աստված ինք բիդի պատրաստե զոհի քարնուգը։ Լսեցիք ինչ ասավ, Աստված բիդի պատրաստե զոհի քարնուգը։ Եվ երբ ելան լեր, Աբրահամ գաբեց իր որդին զոհասեղանի վրա, երբ Թաշունը կաշեց, որ ուսմաններ իր որդին, հրեշտակի գավսավ, Աբրահամ Աստված տեսավ հավատքըտ, մի սպաններ զավակը։ Զավակին փոխարեն, սա մացարներու մեջ Աստված քեզ ինչ տվավ, խոյ, քարնուգը չտվավ, խոյ տվավ, խոյը արու ոչխարներ, խոյ տվավ, բայց քարնուգի համար հարցուցած էր Իսահակը։ Աբրահամը ասաց էր, որ Աստված պիտի պատրաստեն քարնուգը։ Եվ հետաքրքրական է, որ այդ վայրին անունը Աբրահամ կոչեց Եհովա Հիրե։ Եհովա Հիրե կնշանակե Եհովան Ադոնայը Աստված պիտի լսե, Աստված պիտի տեսնե։ Հետաքրքրական է, պիտիով է։ Ինչու։ Այդ վարգանին չտեսավ Աստված Աբրահամի հավատքը, անիկա չէր։ Զոհը այդ վարգանին չդրվեցավ, բայց անիկա չէր զոհը։ Անիկա շուկն էր քալիք ճշմարիտ զոհին։ Ով պիտի լար ճշմարիտ զոհը։ Հիսուս, ուրգե գիտենք, որովհետև այն հարցումը, որ հարցուց Իսահակ, հայր ուր է քարնուգը, եւ այն պատասխանը, որ ասավ Աբրահամ, որ Աստված պիտի պատրաստե հազարավոր տարի յետ Հովանես Մգրդիչ Եվ տեսավ Հիսուսը, որ իրեն մուկար, Հովանու Ավետարանի առաջին գլխու 29-րդ համարի մեջ հայտարարեց. ահավասիկ
Աստուծո քարդուգը, որ աշխարհի մեղքը վերցնելու եկավ։ Ահավասիկ քարդուգը, ուր է քարդուգը, հարցուց Իսահակ, Աստված մի պատրաստեց Ավրամ։ Հովհաննես Մկրտիչ հայտարարեց ահավասիկ քարդուգը։ Եվ հայտնություն Հովանու գիրքը երբ սերվեցինք 5-րդ գլուխեն սկսյալ մենք տեսանք, որ Հովհաննես Ավետարանիչը այս անգամ տեսավ քարդուգը, մորթված քարդուգը, որ ով է Հիսուս Քրիստոս, քարմ Աստուծո քարդուգը։ Եվ ահա սիրելիներ գտեսնեք, Աստուծո քարդուգը իր արյունը թափեց մեր բոլորի համար։ Բոլոր 5 դագարանի քարները խորհրդանիշներ էին ճշմարիտ քարդուգի որ պիտի կար։ Եվ սիրելիներ այդ Մորիայի լերը գիտեք ուր է։ Այն լերն է, Սիոնն է, այսօրվան Սիոնը եւ զոհասեղանին վայրը գիտեք ուր է։ Ուր որ որում վրա դաջարը սարքվեցավ, Սողոմոն դաջարը սարքեց։ Եվ անոր համար սիրելիներ, իսլամները այսօր այդ վայրին վրա իրենց մզգիթը սարքել են եւ ադոր համար է որ հрьяաները կպայքարեն որ այդ վայրը առնեն, որովհետեւ դաջարը նորեն ո սարքեն։ Բայց որովհետեւ այդ վայրը սուրբ վայր է, բայց չեն գիտեն որ վայրը այլևս ոչ մեկ իմաստ չունի, որովհետեւ քարդուգը, Աստուծո պատրաստած քարդուգը եկավ, որուն անունը Էմանուել է, որ կնշանակե Աստված մեզի հետ։ Եվ այն ինչ որ Դանիել մարգարեի մեջ ըսված է, թե Մեսիան պիտի գա, վերջի դաջարը քանդվի, Մեսիան եկավ, դաջարը քանդվեցավ 70 թվականին։ Հրեաներ այսօր ինչ կսպասեն։ Մեսիան, բայց Մեսիան այլևս չի գրնար կան ինչու, որտեղ արդեն դաջարի քանդումեն առաջ պիտի գա։ Մեսիան եկած է իրենք չհավատացին։ Ահա թե ինչու հրեաները խաբված են եւ իրենց Մեսիան, քաղաքական Մեսիան պիտի լա, ոչ թե հոգի բժշկող Մեսիա։ Վերադառնանք սիրելիներ, Հիսուս աշխարհի մեղքը երբ իր վրա առավ եւ խաչի վրա կամեցավ, անոնք որոնք գտնին Աստուծո մարդկության մատուցած այս քերակույն զոհը, Հիսուս քերակույն զոհն է, ինչպես որ գսե Հովանու ավետարանի մեջ կգարտանք Հիսուս իր խոսքով ասավ, 3-րդ գլուխ 16-րդ համար, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին տվավ քերակույն զոհ, որպեսզի անոր հավատացողը չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ առաջին Հովանու նամակի մեջ 4-րդ գլուխ 10-րդ համար գսե առաքյալը, ահա այս է ճշմարիտ սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, այլ Աստված ինք սիրեց մեզ եւ իր որդին մեզի տվավ իբրև քերակույն զոհ։ Քերակույն զոհն է Քրիստոս սիրելիներ։ Հետևաբար չմոռնանք երբեք ասիկա, չմոռնանք։ Մենք Քրիստոսին արյունով, զորությամբ հաղթանակ տարածենք սատանային վրա։ Մեր մեղքերու թողության համար Հիսուս իր արյունը տապեց, թանկագին արյունը։ Հետևաբար, եթե սուրբերը, նաև սիրելիներ, նախկին ավադացյալները կամ երկնքի մեջ գտնվող հաղթական եկեղեցվո անդամները հաղթանակ տարին սատանային վրա եւ բրգություն շահեցան, ահա այստեղ գսե մեր եղբայրները անոր վրա հաղթանակ տարին քարդուգին արյունով Հոգևոր հայրս Զարես Սրբազանը հետևյալը գսե. Այն փրկությունը, որ իրենք շահեցան, նախկին քրիստոնյաները, իրենց զորության, կարողության կամ արժանիքներուն արդյունքը չէ, այլ անիկա Աստուծո մեծակույն եւ ծրի բարգևն էր իրենց դրված։ Քրիստոս իր զոհագործումով զայն ծրիորեն շնորհեց, բայց նաև իրենք քարդուգին արյունը իրենց վրա արին
Այլ Քրիստոս սրիորեն դվավ սիրելներ իր արունը շնորհեց բոլորին, բայց անոնք ալ քարնուգին արուն իրենց վրա արին։ Եվ զարե սրբազան հոգևոր այրը սկսե Քրիստոս ամբողջ աշխարհի փրկության համար թափեց իր արունը, բայց անոնք միայն այդ փրկության ժառանգորդները եղան եւ պիտի ըլլան, որոնք այդ արունը իրենց վրա արին ու պիտի առնեն։ Գուզենք փրկության ժառանգորդը լալ, գուզենք փրկվին, Քրիստոսի արունը մեր վրա պիտի առնեն։ Այո, Քրիստոս բոլոր մարդուց համար իր արունը թափեց, բայց դժբախտը բոլոր մարդիկը չէ որ պիտի փրկվին։ Այլ ամբողջ Քրիստոսի արունը իր վրա գարնե։ Խաչին վրա Քրիստոսի տապած արյունով մեր մեղքերը ամբողջությամբ ներվեցան։ Սիրելիներ, տեսեք, երբ մեղանչենք, Սատանան մեր դեմ մեղադրանքի խոսք ունենա։ Բայց երբ զղջումով ապաշխարությամբ արդյունքով խոստովանենք մեր մեղքերը, Քրիստոսի արյունը մեր վրա արած կլա, Քրիստոսի արյունը սրբած կլա մեզ, ուստի Սատանան այլևս մեզ մեղադրելու ովևէ առիթ ու բաժակ չունենա։ Այդպիսով մենք Քրիստոսի սուրբ արյունով հաղթանակ տարած կլանք Սատանային վրա։ Ադե որքան կարևոր է խոստովանությունը։ Հակոբոս դիառնեղբայրը գսե ձեր մեղքերը իրարու խոստովանեցեք, որբեսի բժշկվիք։ Խոստովանանքը կարևոր է սիրելներ, չափազանց կարևոր է, որովհետև երբ որ խոստովանած չենք բժշկվելու։ Մեղքը կանսերի նման է, քաղցկեղի նման է։ Երբ որ մեջը մարդու մեջը մնա, գպդե անոր հոգին։ Երբ դուք հիվանդություն ունենաք, մարմնի այն օրգաններու մեջ, որ ամոթ կհամարեք ուրիշին հետ խոսիլ, պատմել, փոխանցել, բայց երբ որ բժշկին երկար չեք խոսիլ սիրելներ այդ բոլորի մասին, անշուշտ, բժիշկեն չեք ամճնա, այլ խոստովանիք, գսեք, որպեսզի ձեզի օգնեք օնել, օգնության ձեռք երկարել, սիրելիներ, նույն ձևով, խոստովանանքը այն զգացումն, այն վիճակն է, որ մարդ իր ամբողջ մեղքերը պետք է խոստովանի, որպեսզի ձերբազատի այդ բոլորը։ Այլապես Սատանան մեզ մեղադրելու դեր ունենա։ Եվ բամ եկեք անդրադառնանք։ Քանի մեղքեր եղած է մեր մեջ, երբ գործած ենք ու չենք խոստովանած, արդյունք չենք տապած, սուրբ հաղորդություն չենք ստացած, Սատանան ամեն անգամ մեզի հիշեցուցած է։ Եվ հիշեցուցած ժամանակ մեր սրտի մեջ ինչ ապրած է։ Ցավ, ամոթ։ Բայց երբ որ խոստովանած ենք այդ մեղքը, Սատանան այլևս այդ մեղքի մասին մեզ չէ հիշեցած, կամ չէ խոսած։ Որտեղ ինքը այլևս մեզ մեղադրելու դեր չունի։ Ուրեմն, տեսեք, քրիստոնյաները հաղթանակ դարին, նախկին քրիստոնյաները հաղթանակ դարին Սատանային վրա, ինչով, քարնուկին արյունով, երկրորդ, եւ իրենց դված վկայությամբ։ Ինչ կնշանակե վկայություն։ Ինչ կնշանակե վկայել։ Վկայություն կամ վկայել սիրելիներ հայերը մեր լեզվի մեջ երկու իմաստ ունի։ Առաջին վկայություն դա վկայել կնշանակե ճշմարտության մասին խոսիլ հայտարարել։ Երկրորդ վկայություն դա վկայել կնշանակե նահատակվի։ Անոր համար հաջող սուրբերը մենք կոչենք ինչ ճշմարիտ վկաներ, վկա Քրիստոսի։ Եվ ես հիմա առանցին խոսիմ ցեզի այս երկու հասկացողությանց մասին։ Անոնք, որոնք Քրիստոսի կդառնան, անոնք, որոնք սիրելիներ
Քրիստոսի գահավադան իրենց խոսքերով գվգայեն Քրիստոսի մասին։ Ինչ կսե Հռոմայացիներու նամակի մեջ առաքյալը, այն որ իր սրտի մեջ կհավատա եւ իր բեռնով կխոստովանի գարտարանա։ Նույնիսկ սիրելներ անոնք խոսքս նախքին վգաներուն, սուրբերուն, հավատացյալներու մասին է, երբ գայսներու, թագավորներու, գառավարիչներու, թագավորներու, նույնիսկ հրյա քահանաներու, քահանայապետներու թիմաց կանգնեցան, առաքյալները, սուրբերը, բոլոր հավատացյալները անվախորեն Քրիստոսի աստվածության մասին, Քրիստոսի փրկիչ ըլլալու մասին ինչ էին, վգայեցին անվախորեն։ Օրինակ, երբ որ օրը Պետրոս առաքյալ եւ Հովհաննես առաքյալ ցերպակալվեցան եւ դարվեցան հրեական բարձրակույն ադյանի թիմաց, Սենեդրիոնի թիմաց, եւ անոնք սիրելներ աստարարվեցան, որ չխոսին Քրիստոսի մասին, Պետրոս առաքյալը ասա դուք դատեցեք, որ մեկը ճշմարիտ է, մարդոց խոսքին ենթարկվել թե Աստուծո մասին ճշմարտությունը ասել։ Եվ Գործ Կարաքելոց գրքի 4-րդ գլխու 12-րդ համարի մեջ Պետրոս առաքյալ դարձավ եւ իլուր մարդոց հայտարարեց. միայն Հիսուսով գրնակ բրգվի։ Աշխարհի մեջ միակն է անիկա, որ Աստված մարդոց տվավ, որպեսզի անոր անունով գարենանք բրգվի։ Միակն է։ Սիրելի քույրեր եղբայրներ, գապ չունի, որ աշխարհի մեջ մարդիկ ինչ կսեն, որ ուրիշ բրգիչներ կան, ուրիշ բրգիչներ արդար չէ, որ միան մեկ բրգիչը կա։ Միակն է, որ Աստված տվավ։ Միակամերն է աշխարհի մեջ, որ եկավ։ Աստված իր որդիով ուզեց աշխարհը բրգել։ Եթե սիրելներ ուրիշ միջոց մը ըլլար բրգության, Աստված պիտի ղրգեր իր որդին, որպեսզի խաչվեր։ Ոչ։ Հա, արդեն միջոց մը գա, ինչու համար իր որդին ղրգեր եւ խաչվեր։ Աստված իր որդին ղրգեց խաչվելու, որովհետեւ ուրիշ միջոց չկա։ Չկար ու չկա։ Որքանալ այսօր մարդիկ փորձեն ասել, որ բայց արդար չէ, իսլամներն ալ Մուհամմադ ունին, հրեաները Աբրահամը կամ Մովսես ունին, կամ Գրիշնան կա, կամ այս կա, կամ այդ կա, կապ չունի, որովհետև սիրելներ մեկ բրգիչ կա, Հիսուս Քրիստոսն է, եւ Հիսուս Քրիստոսը քրիստոնյաներուն բրգիչը չէ, Հիսուս Քրիստոսը մարդկության բրգիչն է։ Այս է տարբերությունը։ Եթե իսլամները Մուհամմադը կհամարեն իրենց բրգիչը, Մովսեսը հրեաները կհամարեն իրենցը, քրիստոնյաները Հիսուսի իրենց բրգիչը միայն չեն համարել։ Հիսուս Քրիստոս մարդկության բրգիչն է, որ Աստված մարդոց տվավ, միակը, որպեսզի անոր հավատացողը չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ գտնենք, նորեն գտնենք, մենք որու արյունով բրգվեցանք, Փրկին Հիսուս Քրիստոսին, Աստուծո քարմունքին, եւ քանի որ դեր Հիսուս Քրիստոս, Հիսուսի արյունով բրգվեցանք, միթե սիրելիներ, պետք չէ անվախորեն աշխարհին դիմաց հայտարարենք, թե մենք մեզ մեղքերը բրգողին Հիսուս Քրիստոսի մասին է որ կվգայենք։ Դեսեք, Եհովայի վկաներ գոչվածները սդության հետևորդ են, ոչ թե ճշմարիտ Եհովան կբաշտեն, այլ սդության սատանայի բաշտող են, եւ անոնք չեն ամչնար սիրելներ իրենք զիրենք հայտարարեն, որ իրենք Եհովայի վկա են։ Իսկ ինչու համար մենք ամչնանք։ Ինչու համար մենք սիրելիներ լուր գենանք եւ չվկայենք Քրիստոսի մասին։ Դերը հստակորեն ըսավ,
Գգարտամ ցեզի Մատթեոսի ավետարանի 10-րդ գլխում 32 եւ 33 համարները Հիսուսը ասավ ով որ մարդոց արջև թավանի թե ինձի հետևի ես անձայն ինձի հետևորդ պիտի թավանի հորս դիմաց որ երկնքի մեջ է իսկ ով որ զիս ուրանա մարդոց արջև նույնպես ալ ես զինք պիտի ուրանամ հորս դիմաց որ երկնքի մեջ է որոշումը մեզի գնա եթե գուզենք որ Հիսուս իր հորը դիմաց հայտարարե հայր ասիկա իմ հետևորդս է ապա երկրի վրա մենք պիտի սիրելիներ Հիսուսի հետևորդը ըլլանք վկայելով եւ ասեմ սիրելիներ հավատացյալներու մեջ ելնել վկայել Հիսուսի մասին ադիկա վկայություն չէ հզոր վկայություն չէ այո հաճալերանք է բայց սիրելիներ վկայությունը այն ժամանակ է երբ մարդ գուրծ կտնե սատանային գուրծ կտնե անհավատներուն եւ գտարնա ու անվախորեն բոլորին դիմաց կսե ես Քրիստոսի գբատկանեմ անոր որ իր արունը թափեց ինձ համար եթե ովևէ մեկ սովորական հասարակ մարդ ջամփու ընթացքին անցած ադերդ որ քեզի ինքնաշարժ պիտի խփեր նետվի քեզ ազատե եւ ինք մահանա դու մինչեւ կյանքիդ վերջ կմոռնաս անոր մասին ամեն տեղ անոր մասին չես վկայել նույնիսկ անհավատներուն դիմաց չէ ճիշտ է սիրելիներ եթե բարձ մարդոց մասին այդպես վկայություն ուտանք հավա ինչպես կրնա ալալ որ Աստուծո որդին մասին չվկայենք որ ոչ թե մեզի այս կյանքի մեջ ազատեց պարզապես այն հավիտենական մահեն ազատեց հավիտենական դժոխքեն ազատեց ինչպես վախնանք ինչպես ամչնանք ինչպես քաշվինք ու չվկայենք իր մասին թող մարդիկ իմանան սիրելիներ որ մենք հավատացյալ ենք երբեմն օտանավի մեջ կնստին մարդիկ Aman megi չիմանա որ մենք հավատացյալ ենք եկեղեցու մեջը 24 ժամ խաչ կանեն բարձր մեծ ամբողջական բայց հանդարտ օտանավի մեջ նստին գմորդան խաչաներն գամալ արաբելակույն չափով որպես իրենք մխիտարեն մեկ հատ ջագատնին գշոյեն մեկ հատ քիչ վերջ փորը գշոյեն մեկ հատ ցախ ուսը գշոյեն վերջը մեկ հատ աչուս գչոյե վերջը փարքեզ աստված խաչը սանանեցի ինչ են գվախնա մարդ գամ հավակույններու ընթացքին սիրելին է ասկա ասած եմ ու գգրտնեմ որպեսի քաչաներվի քանի անգամներ բադած են շատերու որ եղած են միշտ եղած է մեկը կոնե գամ եղած են ուրիշներ որոնք անարգապար խոսած են գամ ջոկ մը պատմած են անեկդոտ մը պատմած են Հիսուսի թեմ Աստուծո մասին ռեշտակներու մասին եւ այլն եւ ամենքն ալ ծիծաղած են եւ դունալ որբեսի հայտնի չնես որ տարբերես դունալ ծիծաղած ես բայց սրտիդ մեջ այրած ես որ չես խոսած եթե դու Քրիստոսի վկայես ես ես ներողություն Սաստվե լուրգեցի դու իմ դիրոջիս մասին է որ գարարկես իմ դիրոջիս մասին է որ դխոսես դու ավելի քաչ եղի մեր մեջի հոգին ավելի զորավոր է գսե Հովանես Սարակյալ քան սատանայի հոգին թող իրենք քեզ հաշիվն են ոչ թե դու իրենց հաշիվն ես Թող իրենք մեջը տեսնեն հզորությունը, ոչ թե վախտոտը։ Դերը վախտոտ հավատացյալներ չի սիրել։ Գիշեք չէ, պատմած եմ ցեզի Ալեքսանդր մեծի պատմությունը, որ օրը հաղթականի պատերազմեն գար, ամբողջ բանակիր թիմացը շարված, բանակի թիմացեն ցիով, հբար ցիով գկալեր,
հանգարց կտեսնե բանակի մեջ, որ վախով գտողա, ցինգը կշետևի այդ վախով զինվորը, այս զինվորը երբ կտեսնե, որ Ալեքսանդրը իր մոտը գուկա, ավելի կսկսի թողալ, զունգերը կսկսին գտոդիլ իրարու զարնվին, ագրաները կսկսին իրարու զարնվին, Ալեքսանդրը կգանք իր զինվորին թիմաց կսե, զինվոր, ինչ է անունըդ, այս խերջը դեղաբադա, թողի մեջ, ագրաները իրարու գրջդելով, զարնվելով, գսե անունս Ալեքսանդր է, Ալեքսանդրը ավելի կխենկանա, իրեն մեզ անուն ունի, բայց ճիշտ իր հագարակը վախկոտ, և Ալեքսանդրը գսե, զինվոր, գամ անունի դեր եղիր, և գամ անունըդ փոխել, հիմա սիրելի քույրեր եղբայրներ, գամ քրիստոնյա գլաս ու հզոր գլաս, և գամ հերացին քրիստոնեուտերդ, Քրիստոսի անունը վրատ մի գրեր, Քրիստոսի անունը գրողը քաչ է, ամպարդավան չէ, քաչ է, վգայ է, որտեղ իր զորությունը իր մեջ է, իր զորությունը դիրոջ մեջ է։ Հովանես Արաքյանի խոսքը գիշեմ, որ քիչ առաջ հիշեցի, առաջին Հովանուն ամագի 4-րդ գլխու 4-րդ համարեն առնված։ Գսե Հովանես Արաքյան. Ձեր մեջ եղող Աստուծո հոգին ավելի մեծ է, քան Քրիստոսի հավերագործի հոգին, որ կգտնվի աշխարհին պատկանողներու մեջ։ Ների հոգին աշխարհին պատկանողներու մեջ կգտնվի, մինչ մեր մեջ Քրիստոսի հոգին կգտնվի, քաջության ու անվախության հոգի։ Վախնալ հալածանքները եւ չվգայել Հիսուս Քրիստոսի մասին սիրելներ կնշանակի գործնեցնել ամեն բան, կնշանակի մեկ խոսքով բարդավիր սատանային։ Մինչդեռ վգայել Հիսուս Քրիստոսի մասին կնշանակի հաղթանակ տանել սատանայի վրա։ Հոգևոր հայրս Սարե Սրբազանը հետևյալը գսել. Քարնուգին արյունը գսպարազինե և Քրիստոսի հավատարիմ վգաներ կդարձնե մեզ։ Քարնուգին արյունը մեզ գսպարազինե և իրեն վգաներ կդարձնե։ Եվ վգայությունը միայն խոսքով վգայություն չէ, այլև կյանքով, նահատակությամբ, կամ կենդանի նահատակությամբ, այսինքն աշխարհի վրա առաքինի կենցաղով։ Սիրելներ, նահատակությունն ալ երկու իմաստ ունի, նահատակություն անպայմանորեն մեռնիլը չէ, եթե ի հարգին պետք է մեռնի, բայց նաև կենդանի նահատակություն, որ ինչ է գսես այս սպասանը, աշխարհի վրա առաքինի կյանքով ապրի։ Գիտեք, որ շատ սուրբեր, օրինակ Սուկրիկոր լուսավորիչ ինչ կոչված է, կենդանի նահատակ։ Հովանես Ավետարանիչն ալ կոչված է կենդանի նահատակ, որ ինքը չի նահատակված սուրով, բայց առաքինի կյանքով նահատակի կյանքով ապրած է։ Իսկ կամ հիմա սիրելներ նահատակության մասին։ Նահատակությունը, եթե վգայությունը խոսքով վգայություն է, նահատակությունը սիրելներ կորձնական վգայություն է, հաղթանակ դանին է սատանայի վրա։ Եվ դեսեք այստեղ գսվի, թե հաղթական եկեղեցնող սուրբերը, հավատացյալները հաղթանակ տարին սատանայի վրա քարնուգին արունով և իրենց վգայության որովհետև վերջին դողն են այցեք, անդեսեցին իրենց կյանքը, չհամաձայնեցան սատանային հետ և հանցնարին ինչը մահը, հանցնարին մահը, և հիմա այստեղ շատ կարևոր նյութի մասին ցեզ խոսի։ Նույնիսկ Քրիստոսի անունին համար նահատակվելով, անոնք հաղթեցին սատանային, ինչու սիրելներ, անոնք որ մահեն չեն վախնար, սատանան այլևս ինչով պիտի վախցնի անոնց։ Ասկի առաջ խոսած եմ և այստեղ ուզեմ խոսի։ Դեր Հիսուս Աստուծո որդին երկնքի մեջ հավիտենապես գոյություն ուներ։ Ճիշտ է։ Չկար ժամանակը, որ հայրը գար որդին չգա, հավիտենապես հայրը որդին և Սուրբ Հոգին գային։
Բայց ինչպես որ հայրը եւ Սուրբ Հոգին հոգի էին երկնքի մեջ, են երկնքի մեջ, որդին ալ երկնքի մեջ ինչ է հոգի։ Որդին ժամանակի ընթացքում եկավ որպես Սուրբ Հոգին Մարիկ Աստվածածինը հղացավ, որդին մտավ Աստվածամոր արքանքի մեջ որպես հոգի եւ 9 ամիսի հետ մեզի պես ինչ եղավ ծնավ, մարտացավ, մարմնացավ, ծնավ գադարերապես, չէ՞, շատ բարի։ Լավ, եւ որ ցեզի գսեմ Հիսուսի ծնունդեն առաջ խոսքս կվերապերի ինչի մասին, Հիսուսի մարդկային ծնունդի մասին։ Հստակ է, շատ բարի։ Հիսուսի ծնունդեն առաջ բոլոր մերնողները ով գարներ Սատանան։ Ինչ միջոցով, մահվան միջոցով։ Մահվան միջոցով։ Հետևաբար մահը գսարսափեցներ մարդիկը։ Մահը սարսափ էր բոլոր մարդոց։ Երբ Քրիստոս եկավ, խաչի վրա մահացավ, Սատանան այդ ուզեց, որ խաչ մահանար Հիսուս, բայց երբ մահացավ, Հիսուսի մարմինը քերեզմանի մեջ տրվեցավ։ Մահը մոտեցավ Հիսուսի մարմնին, որպեսզի քայքայեր անոր մարմինը, բայց ինչ եղավ, չգրծավ, մահը զարմացավ։ Ինչու մահը զարմացավ։ Մահը զարմացավ, որովհետև մտածեց, եթե այս մերնողը Աստուծո որդի է, ինչ որ գլսեի, Աստուծո որդին անմահ է, չի մերնիր։ Քանի որ մերավ, ուրեմն Աստուծո որդի չէ։ Բայց եթե այս մերնողը մարդ է, չի գնար անոր մարմինը չքայքայի։ Բայց քանի որ չեմ գնար անոր մարմինը քայքայել, ուրեմն անիգա Աստուծո որդի է։ Քրիստոս իր մահով հաղթեց մահվան, ջզմեց մահվան։ Անոր համար է, որ սիրելիներ, առաջին Կորինթացիներու նամակի 15-րդ գլխու 54 եւ 55 համարներու մեջ Պողոս Արաքյալ գսե մահը գլանվեցավ, հաղթանակը շահվեցավ, մահը բարձվեցավ, հաղթանակը շահվեցավ։ Եվ ինչպես որ 5 դագարանի մեջ Օվսիա մարգարեն 10-րդ գլխու 14-րդ համարի մեջ ասած է, Պողոս Արաքյալը հիմա առաջին Կորինթացիներու նամակի 15-րդ գլխու 55-րդ համարի մեջ մահվան դիմաց կգանքնի եւ գսե մահ ուր է քու հաղթանակդ, մահ ուր է քու խայտոցդ, ուր է բարձվեցար, որովհետև Քրիստոս հարյավ իմերելոց մահվամբ ըզմահ գոխեց իր մահով և հարությամբ նյուրով մեզ ըզգյանս բարգևյաց։ Քրիստոս հաղթեց մահվան, սիրելի քույրեր եղբայրներ։ Անոր համար այլևս Քրիստոսի անունին համար նահատակվողները չեն վախնար մահել։ Եվ դուք ալ պիտի չվախնաք մահել։ Մահը պիտի կա ամենուս անխդիր։ Մահը չի ճանչնար ոչ հարուստ, ոչ աղքատ, ոչ կրոնավոր, ոչ աշխարհական, ոչ մեծավոր, ոչ փոքրավոր, ոչ նախագահ, ոչ բանվոր, մահը ամենում կա, փայտ սիրելիներ, մահը բարձված է։ Մենք հաղթած ենք մահվան։ Անոր համար է, որ մենք դաղավար գոնելու հաջորդ օրը մերելոցին գերտան գայցենեն կերեսմանները, կամ գիշեն մեր ննչեցյալները և ավետի սկուտան, որ մահը բարձվեցավ։ Գիտեք, որ վերջին թշնամին, որ պիտի բարձվի, ով պիտի լա, գսեմ Մոսարակյան։ Սատանան, դեսեք, Հռոմայացիներու նամակի մեջ Պողոս Արաքյալ գխոսի այս մասին, ուզեմ իր բարերը գարտամ ցեզի, որպեսզի իմանաք։ 8-րդ գլխու մեջ Պողոս Արաքյալ գսե. Եվ վերջին թշնամին, որ բարդությամբ պիտի մատնվի, պիտի ելնա մահը։ Մահը մեր վերջին թշնամին է։ Մահը բարձված է այլևս, և մահնալ սատանային հետ ուր պիտի նետվի։
դժողքի մեջ, գրագել լիջի մեջ, դժողքն ալ բինին էդվի, գրագել լիջի մեջ, ամեն անգամ, որ այս աշխարհի չար մարդիկ քրիստոնյա հավատացյալ մը գսպաննեն, ինչ կգարձեն, որ հաղթեցին, բայց չեն գիտեր, որ բարդվեցան, ճշմարիտ հաղթանակողը այդ նահատակվողը եղավ։ Մենք սիրելիներ վաղը մեր 1.5 միլիոն նահատակներու 110-րդ ամյակի նախատունակը պիտի կատարենք։ Եվ 2 օրեր ավելի 24-ը թուրքը 1.5 միլիոն մարդ նահատակեց, սպաննեց, չարթեց, նույնը ռաբազերին, որ նույն բիրց ասկն է, և Արցախի մեջ մեր զավակները սպանեց։ Եվ այսօր հաղթանակ կդոնեն ունեն, չէ, հաղթանակ կդոնեն։ Բայց չեն գիտեր սիրելիներ, որ իրենք իրենց բարդությունն է, որ կդոնեն։ Իրենց համար հաղթանակ է այս երկրի վրա։ Բայց չեն գիտեր, որ Քրիստոսի նահատակները Քրիստոսի ներկայության կապրին։ Ինչպես որ երբ 6-րդ գլուխը կսերտեինք հայտնություն հովանու, իրեն 11 համարներու մեջ դեսանք, թե երբ որ 5-րդ գլուխը բացվեցավ, այնադեմ Աստուծո քահին Թիմացը Հովանես Արաքյալը դեսավ ոգիներ, այն մարդոց ոգիները գսել, որոնք սպանված էին Աստուծո խոսքին իրենց հավատարմության և դված վկայության համար։ Եվ այս նահատակները Աստուծո ինչսին, անոնք բարձրացային գսեին, մինչև երբ պիտի սպասես սուրբ և ճշմարիտներ, երբ պիտի տատես երկրի բնակիչները և մեր արյան վրեժը լուծես անոնցներ։ Եվ ինչ ստեցավ անոնց, քիչ գալը սպասեցեք, անոնց ջերմակ բարեկոտ մդրվեցավ, անոնց ստեցավ, որ գար ժամանակ մը ևս հանգիստնեն, մինչև որ ամփոխչանաթին իրենց զարայագիցներուն և եղբայրներուն, որոնք իրենց նման պիտի սպաննվին։ Դեր երկրի վրա սպանություններ կան։ Չարը սիրելներ, որովհետև կգարձե սպաննելով պիտի հաղթե, բայց բարդված է։ Մահը կգարձե, որ սպաննելով պիտի հաղթե, բայց բարդված է։ Սիրելներ, այն հաղթանակը, որ անցյալի սուրբերուն էր, այդ հաղթանակը նաև այսօր մերն է։ Եթե մենք անվախորեն վկայենք Հիսուս Քրիստոսի մասին։ Կարևորը մեր անձը անդեսելը և մահեն չվախնալը։ Դեր Հիսուս ինք ըսավ սիրելներ, որ դեսեք այստեղ ինչ կսե, որովհետև անդեսեցին իրենց կյանքը, Հիսուս ըսավ Հովանու ավետարանի 13-րդ գլխու 25-րդ համարի մեջ, ով որ իր անձը կսիրե, պիտի գործընծնե զայն, իսկ ով որ իր անձը գանդեսե այս աշխարհի մեջ, զայն հավիտենական կյանքին համար բահած գլա։ Ասիկա ամեն գիրակի բադրակին վերջավորության հոգյանքիստի ժամանակ գգարտացի, որ սիրեզանցն յուր արցակեզնա, և որ ադյազանցն յուր աշխարհի սայսմիկ իգյանսն հավիտենականս պայսեզնա։ Սիրելիներ, Հուգասու ավետարանի մեջ Հիսուս Քրիստոս հետևյալը գսել։ Պիտի գարտամ ցեզի 26 և 27 համարները, 14-րդ գլխու 26 և 27 համարները։ Ով որ ինձի կուքա և զիս ավելի չի սիրել քան իր հայրն ու մայրը, գինն ու զավակները, եղբայրներն ու քույրերը, ինչպես նաև իր իսկ անձը չի գտնար ինձի աշակերտ լինել, որովհետև ով որ իր խաչը չարն էր և ինձի չի հետևիր, ինձի աշակերտ չի գտնար լինել։ Այդպիսին բարդված կլաս սատանային։ Ահա վկայել կնշանակե Քրիստոսը ամեն բանի ավելի սիրել։ Եվ դուք ձեր զավակներուն պիտի սորվեցնեք փոքր տարիքերում։ Գիտեք ինչ, պիտի սորվեցնեք, որ զավակս նախ Աստված բաբան պիտի սիրես, հետո հայրիկը և մայրիկը, հետո մնացյալները։ Նախ Աստված բաբան, Հիսուս հայրիկը,
ով որ դերը չի սիրել, ամեն բանի ավելի, իր անձեն ավելի, արժանի չէ Քրիստոսի։ Եվ եկեք մենք մեզի հարց տանք, անգերց հարց, կխնդրեմ, պատասխան չեմ ուզել, որև այս հարցը ուղղված է ամեն բանի առաջ ինձի և ձեզ մեկնականչում։ Որքանով խորում անգերց հավատարիմ հետևորդ են Քրիստոսի։ Որքան ճշմարիտ սիրով կսիրենք Տեր Հիսուսը։ Մեր կյանքեր ավելի կսիրենք զինք։ Անվախորեն կվկայենք իր մասին։ Հիսուսի անունը անարգողին գսենք վերջ տուր խոսքիդ, սսկվե, որովհետև իրավունք չունիս դերս ու փրկիչս սաղրելու, անարգելու։ Ահա ասիկա իսկական վկայություն է, ասիկա ինքնին մարտիրոսություն է։ Ըստ Քրիստոս մեր կյանքին առաջինը և վերջինը հրացենք։ Քրիստոս մեր կյանքի մեջ առաջին դեղը հարցուցած ենք, ամեն բանի առաջ է մեր կյանքի մեջ, այսին մեր ընտանիքեն առաջ, մեր ծնողքեն առաջ, մեր գնոջմեն, մեր ամուսինեն, մեր զավակներեն, մեր թորներեն, մեր անձեն առաջ է Քրիստոս կամ ոչ։ Եթե այո, ապա ասիկա վկայություն է։ Ուրեմն դու Քրիստոսի ճշմարիտ վկայես։ Ուրեմն դու հաղթած ես սատանային։ Եթե ոչ, ուրեմն արժանի չես Քրիստոսին և բարդված ես սատանային։ Տեր Հիսուս այսօր մեզ մեր յուրաքանչյուրին նույն հարցում ուղղե, ինչ որ Պետրոս առաքյալին 3 անգամ ուղղեց իր հարութենեն վերջ։ Ինձի գսե, Բարթև, Քևորքի որդի, գսրես զիս։ Դերը գսե ինձի, Բարթև, Քևորքի որդի, գսրես զիս, այս բոլորեն ավելի։ Բարթև, Քևորքի որդի, գսրես զիս, այս աշխարհեն, այս ամեն ինչեն ավելի։ Սիրելիներ, առաջին 2 անգամներում Պետրոսը համարձակ կերպով այո ասավ։ Երրորդ անգամ Պետրոս գլուխը վար խոնարհեցուց։ Որտև ասկարաչան Պետրոս ասաց էր Հիսուսին. «Դեր, եթե պետք կլա ես իմ կյանքը սարգուտամ քեզի համար, բայց եւ որ պետք եղավ Հիսուսին համար կյանքը տալու»։ 3 անգամ մուրացավ զին։ Թյուրին մի եսեք այո։ Թյուրին չեմ դրնա լսել դիրոջ այո։ Այլ գսեմ դեր, զորացուր ինձի, որպեսի չլա որ ոչսեմ։ Դեր պրգեզիս այն փորձության բաղում, որ հանգարց կեզի ուրանամ։ Հիմա այո ասեմ հավատացյալներու թիմաց և վաղ նեղության, նահատակության թիմաց ոչսեմ։ Շատ հեշտ է սիրելներ այո կերպով ասելը։ Մեր ոչ թե միայն դված պատասխանեն, մանավանդ մեր հանցնարութենեն հայտնի պիտի լատե, մենք իսկապես կսիրենք մեր Տերն ու Փրկիչը, թե արդյոք պատրաստ ենք մինչև իսկ մեր կյանքը զոհելու Տեր Հիսուսի մասին վկայելով թե ոչ։ Մեր հանցնարութենեն գաղտնիալ է։ Գարտանք սիրելներ Սուրբերու վարկը, գարտանք մարտիրոսներու գենցաղը, դեսնենք թե անոնք սիրելիներ ամեն նեղության թիմացան, մորթազերծ եղան, իրենց գողորդներեն դուրս հանեցին լեզու, հալած յուղի մեջ նետվեցան, ամեն տեսակ անարքան կրեցին, ոչ թե միան խոսքով, չարչրանքներ կրեցին, իրենց մարմինը ողջ եղած ժամանակ գնդրատվեցավ, խարույկի վրա այրեցավ, և իրենք մինչև վերջ ասին, գսիրենք Տերը, անոնք էին, որ սիրեցին Տերը։ Իսկ մենք Տեր հավատքի զորություն պետք ունենք։ Ահա սիրելիներ այս սերողությունները հավատք զորացնելու համար են, որպեսզի երբ նեղության օրերը կան, չլա որ ընկրկինք և Պետրոսի պես ուրանանք ու հեռանանք։ Պողոս առաքյալի պես մենք ալ կրնանք ասել, այո,
Քրիստոսի խաչին վրա մեռա եւ այնևս կենդանի է։ Ես չէ որ Գաբրիմ, այլ Քրիստոս է որ Գաբրիի մեջս։ Այս կյանքը որ այժմ Գաբրիմ մարմնով, Գաբրիմ հավատալով Աստուծո որդին, որ զիս սիրեց եւ կյանքը զոհեց ինձ համար։ Քաղաքացիս 2:20։ Գրնանքը սել այդպես, որ Հիսուս է որ մեջս Գաբրիմ եւ ոչ թե ես։ Ես մեռա աշխարհում։ Գրնանքը սել։ Հետևաբար նորեն գարտանք սիրելներ Հիսուսի խոսքը Մարգոսի ավետարանի 8-րդ գլխու 34-ին 38 համարները տեսեք Տեր Հիսուս Քրիստոս գսե եւ ուզեմ լսեք այս խոսքերը Աբա իր մոտ կանչեց ժողովուրդը իր աշակերտներուն հետ միասին եւ սավանեց ինչ որ գսե Հիսուս բոլորիս գսե դեպաբար ոչ միայն աշակերտներուն այլ բոլորիս եթե մեկը ուզե ինձ հետևիլ թող ուրանա իր անձը առնե իր խաչը եւ ետևես գա որովհետեւ ով որ ուզե իր կյանքը փրկել պիտի գործընծնե զայնը եւ ով որ ինձի եւ ավետարանին համար իր կյանքը գործընծնե պիտի փրկե զայնը ինչ օգուտ երբ մեկը ամբողջ աշխարհը շահի բայց իր կյանքը գործընծնե որովհետեւ իր կյանքին փոխարեն ինչ փրկակին պիտի տա ով որ զիս կամ խոսքերս ընդունելը ամոթ կնկատե Աստուծո անհավատարիմ եւ մեղավոր այս սերունդի մեջ մարդու որդին ալ զայն ընդունելը ամոթ պիտի նկատե երբ կա իր հորը փառքով սուրբ հեշտակներու հետ Հիսուսի սուրբ խոսքերն են ասում ահա սիրելներ տեսեք ինչպես ամենքը սա լուր գեցանք ուզենք հաղթել սատանային ուստի Տեր Հիսուսի մասին վկայենք անվախորեն մինչև վերջ հավատարիմ մնանք իրեն նույնիսկ եթե մեռնին պետք է եւ այդ ժամանակ պիտի արժանանք փառքի բսակին Հիսուս ըսավ հայտնություն Հովանու գրքի 2-րդ գլխու 10-րդ համարի մեջ գվերիշեցնեմ ցեզի Տիրոջ սուրբ խոսքերը 2-րդ գլուխ 10-րդ համար հայտնություն Հովանու մի վախնար այն չարչարանքներուն համար որ պիտի գրես ահա փալսարվում սատանան ցեզ մե ոմանք փանդ պիտի նետե ցեզ փորձելու համար եւ ձեր նեղությունը 10 օր պիտի դեվե այսինքն գարտ ժամանակը հավատարիմ եղիր ինձի նույնիսկ եթե մեռնիլ պետք է եւ ես քեզի կյանքի բսակը պիտի տամ հավատարիմ եղիր գսեդերի ինձի այս սիրելիներ պայմանը պատերազմի եւ գործը հոգեվոր հսկողին երբեք թույլ չտալ փորձիչին եւ չարախոսին որ մեր սրտի խորհուրդները մեր գլխուն մեջ բերեն որպեսզի չլա որ ամբողջությամբ վարսահինք գսե 1700 թվականին Պետրոս arczepiskopos Աղամանյան եղբայրներ եւ քույրեր ես այս խոսքերով կուզեմ ավարտել որ գրնանք հաղթել սատանային այն ժամանակ միայն երբ որ ճշմարտապես կսիրենք Հիսուսը ճշմարտապես կվկայենք իր մասին եւ այդ վկայությունը կլա գամն են գենտանի նահատակությամբ արաքինի գենցաղով ճշմարտությունը միշտ վկայելու անվախորեն եւ կամ նույնիսկ նահատակությամբ չեմ գիտեր մեզ որևէ մեկը այս կյանքի մեջ պիտի նահատակվի կամ ոչ բայց եթե հասնի ժամանակը վկայելու Հիսուսի մասին մի վախենաք եւ այդ ժամանակ հաղթած պիտի լանք մահվանալ սատանայինալ աշխարհինալ եւ այն ադեն Հիսուսի սուրբ խոսքերը մեզ պիտի քաչալերեն ուսեն քաչասիրտ եղեք
որտեղ ես հաղթեցի աշխարհին։ Մենք հաղթական Հիսուսին, հաղթական զավակներն ենք։ Հարկ իր սուրբ անվան, հարկ իր հաղթանակին, հարկ սուրբ երրորդության, այժմ եւ միշտ եւ ավիտյան սարդենից։ Ամեն։ Այս հավատքով սիրելիներ մենք ապրիլ 24-ը պիտի հիշենք, հարևոսությունը խնդրենք մեր նահատակներուն, բայց եկեք իրար համար աղոթենք, եկեք Քրիստոսի հարությամբ լեցվենք եւ Քրիստոսի հարության նվիրված այս աղոթքը, որ շարական է, միասին արտասանենք եւ աղոթենք սիրելիներ ննչեցյաններու համար, որ Աստված իրենց օգները լուսավոր է, մանավանդ Արցախյան պատերազմի ընթացքին մեր նահատակ զավակներու օգիներու խաղաղություն։ Հանուն Հոր եւ Որդու սրբով ամեն։ Այսօր երկրի մեջ նշանակները մատոց երբ ուրախանան, որոնք երկրի միջներով ավելի սուրան աշխարհի եսելով։ Սենզացեք այսօր, Քրիստոս արյավ իմերեց։ Այսօր հեշտակը վերի վրա խնդապեր յուղապեր սուտ գիներուն դպատիներ, որ ծնծության աշագերներուն բատմեն ասելով։ Սենզացեք այսօր, Քրիստոս արյավ իմերեց։ Այսօր հավատքի վերում Պետրոս եւ Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննես հարուցյալին գերեզման կացին, զոր բարակ տեսելով բախվեցին Քրիստոս արյավ իմերեց։ Այսօր մենք այս որով զվարճացած պայծառան Աստուծո հետ հաշվելով, սիրով զիրանց գրգենք եւ միասնապար կոչենք լսելով Քրիստոս արյավ իմերեց։ Ամեն։
վերուքի շնորհացը սրտով ու երկայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս երիցիան ցեզ ընդ ամենեսյանը ամեն Քրիստոսի սուրբ արյունով միշտ հաղթանակով լակ մեղքին ու մահվան եւ սատանային եւ ամփոփանք ծերունելաս